Հարգելի հայրենակիցներ, արդեն ավարտում ենք կառավարության 2024 թվականի գործունեության զեկույցի քննարկումը եւ ակնհայտ է եւ նաեւ խորհրդանշական, որ կառավարության ղեկավարի կողմից ներկայացված 24 թվականի, բայց ըստ էության այս 7 տարիների վերլուծության քննադատությունը մեր ընդդիմության կողմից այսքան ցավագին է ընդունվում քաղաքական մեծամասնության կողմից, որը արտահայտվում է կարճ ասած իրենց տարբեր, այսպես չգիտեմ, գունավոր պատմական ակնարկներով, ջղաձգումներով, այդ խոսքը ես պետք է ասեմ, որոշ մարդկանց կողմից, որովհետև տրիբունայի մոտ նաև հնչում են վիրավորական պահեր եւ այդ առումով, պարոն Ռուբինյան, ես ուղղակի կհորդորեի, կխնդրեի, որպեսզի դահլիճում ուրեմն կարգապահության պահպանման ուղղությամբ հավասարաչափ մոտեցում լիներ եւ ընդդիմության եւ նաեւ ձեր քաղաքական մեծամասնության նկատմամբ։ Ճշմարտություն է, չէ, որ դուք այլևս ընդդիմություն չեք եւ 7 տարի շարունակ, ոչ թե 7 ամիս, չգիտեմ ինչքան, 7 տարի շարունակ դուք եք իշխանությունը եւ պատասխանատվությունը լծակները, բոլոր ռեսուրսները ձերն են եւ դուք պետք է պատասխանատվություն կրեք այն իրականության համար, որ այսօր տիրում է Հայաստանի Հանրապետությունում եւ նրա շուրջը։ Եվ կարծում եմ, որ այն միջավայրը, որը որ գոյություն ունի, սպառնալիքները ներքին եւ արտաքին, ուրեմն ոչ բավարար անվտանգությունը, սահմաններին հակառակորդի սանձարձակությունները, ապատեղեկատվությունը, այդ ակնհայտ հակահայկական քարոզչությունը, ապագայի նկատմամբ տագնապը խոսում են նրա մասին, որ կառավարության գործունեության վերլուծությունը մենք պետք է ներկայացնենք առաջին հերթին անվտանգության տեսանկյունից։ Այն գովազդային թվերը, ինքնակնդատության բացակայությունը եւ ամենակարևորը մեր հասարակության մտահոգող հարցերին, շատ մտահոգող հարցերին չանդրադառնալը եւս մեկ անգամ խոսում է նրա մասին, որ իրականությունից կտրված գործունեության մաս կա եւ 2023 թվականի Արցախահայության բռնագաղթեցումից հետո 24 թվականի Արցախի ճակատագրի նկատմամբ կրավորական, ես կասեի ժխտական կեցվածքը կառավարության, ինչպես նաև ազգային անվտանգության ռազմավարության ոչ իրատեսական վիճակը կարելի է միանգամից անբավարար գնահատական դնել ձեր գործունեությանը, իսկ ակնհայտ շեղվել է 2021-26 թվականի ձեր ծրագրերից միանշանակ նշել, որ ոչ լեգիտիմ։ Ասեմ ինչի համար, որովհետև ես մի քանի տեղեկություններ կներկայացնեմ, որոնք որ վերաբերում են լոկ անվտանգությանը եւ նաեւ քաղաքական պատասխանատվության բացարձակ բացակայությունը ձեր իշխանության կողմից։ Խաղաղության մասին ձեր գործունեության ընթացքում կարմիր թելով, կարմիր գծով անցնում է, որ խաղաղության օրակարգ ունեք, բայց իրականում այս տարիների ընթացքում պատերազմ ենք մենք ունեցել։ Պատերազմ 2020 թվականի, այնուհետև նաև Հայաստանի Հանրապետության սահմաններում։ Երեք կառավարության ղեկավարը ասում էր Նիկոլ Փաշինյանը, որ պատերազմ չի լինելու, բայց կարծում եմ, որ տված խոստումների եւ նաեւ իրականության հակասականությունը մեր այսօրվա իրականության մեջ այլ բան է ենթադրում։ Ոչ ոք չի ուզում պատերազմ լինի, բոլորը ձգտում են խաղաղության, բայց այն անգրագետ թեզը, որ այսօրվա իշխանությունը տանում է, որ խաղաղությունն է, անվտանգությունն է, խաղաղությունն է անվտանգության երաշխիքը,
Դա անընդունելի է, որովհետև դուք չեք կարդում նույնիսկ ձեր իսկ կողմից մշակված ազգային անվտանգության ռազմավարությունը, որի մեջ նշված է, որ խաղաղությունը դա ազգային շահ է, բայց իրականում նախկին ազգային անվտանգության ռազմավարության մեջ նշված էր, որ խաղաղությունը հիմնարար արժեք է, այսինքն որոշ երաշխիքների կողմից գործադրված, համադրված գործունեության արդյունքում ձևավորված արդյունքում։ Իրականում ստացվում է այնպես, որ պետք է լինեն իրավական, տնտեսական, անվտանգային, աշխարհաքաղաքական որոշակի գործոններ, որոնք որ կհակադրեն կամ կզսպեն ռազմատենչ կողմերին գնալ ռազմական գործողությունների։ Բայց իրականում ինչ է ստացվում։ Իրականում ստացվում է այն, որ նույն խաղաղության օրակարգի բանակցությունների ընթացքում պարտադրված իրավիճակ է նույն Ադրբեջանից, որովհետև կատարվում են Ադրբեջանի կողմից առաջարկությունները, պահանջները անընդհատ շատանում են, նախկին մեր գործընկերների կողմից տված հարցին։ Ես կարծում եմ, որ ձեր վերջին խոսքի մեջ կարող եք ասել, որ գոնե լոկ մեկ զիջում Ադրբեջանի կողմից, որը որ իրականացվել է խաղաղության պայմանագրի բանակցային ողջ գործընթացի ընթացքում։ Իսկ իրականում, երբ որ ասում ենք, որ մենք պատրաստ ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ դրան զուգահեռ նաեւ Մինսկի խմբի լուծարման պայմանագիրը եւ այն նաեւ համադրում հետագայում սահմանադրության փոփոխության հետ, որը որ Ադրբեջանի պարտադրմամբ է իրականացնում, մենք ոչնչացնում ենք եւ Արցախի անձնագիրը, եւ ոչնչացնում ենք կամ վտանգի տակ ենք դնում նաեւ Հայաստանի Հանրապետության անձնագիրը։ Այդ արժեքները կամ երաշխիքները լինում են ազգային եւ նաեւ միջազգային երաշխիքներ։ Ակնհայտ է, որ միջազգային երաշխիքների մեջ մեծ դերակատարություն ունի բանակը, որը որ այսօր դուք ներկայացնում եք, եւ ես կզարմանայի, եթե բանակի ներկայացման, բանակի շուրջը, այսպես արդյունքների ամփոփման շրջանակներում նույնպես չանդրադառնայիք նախկին ժամանակահատվածին։ Հարգելի գործընկերներ, մեր պետությունը եւ նաեւ նույն բանակը ստեղծվել է ճգնաժամային 3 իրավիճակներում՝ շրջափակում, պարտադրված պատերազմ եւ երկրաշարժ։ Եվ այդ ճգնաժամային իրավիճակում մեր ժողովրդի միասնության շնորհիվ մենք կարողացել ենք եւ բանակ ստեղծել, ուրեմն կամավորական ջոկատների ձևավորել կանոնավոր բանակ, ապահովել նրա զարգացումը։ Եւ այսօրվա բանակի զարգացման հիմքերը դրվել են հենց այն ժամանակահատվածում, որը որ դեռ ինձնից առաջ է սկսվել։ Եվ այսօր, երբ որ դուք ներկայացնում եք այն հաջողությունները, որ բանակում կան, նույն ինժեներական կառույցների գաղափարը երբ է ծնվել։ Ով է իրականացնում այդ գեներալը, որը որ ամրացված շրջաններ է կառուցում, կամ ռազմական արդյունաբերության հիմքը երբ է դրվել, եւ վերջերս անցած տարվա ընթացքում մենք այցելեցինք 4 կազմակերպություններ եւ այդ 4 կազմակերպություններից գոնե 2 մենք տեսանք, որ հնից եկող կատարելագործվող կազմակերպություններ են։ Ես կարծում եմ, որ այդ ռազմավարական նպատակների եւ հավաքական կամքի շրջանակներում նաեւ մենք լուրջ եւս մեկ բացթողում ունենք այս ժամանակահատվածում։ Դա ազգային անվտանգության ռազմավարությունն է։ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ նշված է, որ իրադրության փոփոխության ընթացքում դուք պետք է նոր ռազմավարություն մշակեք։ Չի իրականացվել, ասելով, պատճառաբանելով այն, որ իրադրությունը այնքան փոփոխական է, որ չենք կարող մշակել։ Ընդհակառակը ռազմավարության մեջ ձեր կողմից հաստատված նշած է, որ եթե լինում են փոփոխություններ,
ապա այդ փոփոխությունների ընթացքում է հենց մշակվում եւ ճշգրիտ ուրեմն մոտեցումներ ճշգրիտ ռազմավարություն մշակում պետության անվտանգության ապահովման համար։ Ես եւս մի քանի խոսքով եւ ավարտեմ իմ ելույթը, չնայած շատ բաներ էի նախատեսել, կարծում եմ, որ այսօր մենք գտնվում ենք նույնպես խորը ճգնաժամի մեջ, անվտանգության ճգնաժամ, հոգեբանական ճգնաժամ, ինքնիշխանության, բայց այդ ամեն ինչը պատճառ է կառավարման ճգնաժամի։ Դուք ինքներդ կառավարության ձեր նիստերում դրա մասին արտահայտում եք։ Ես ասացի, որ մենք կարող ենք քննադատել, բայց դուք պետք է միշտ առաջ նայեք։ Վերջերս կառավարության ղեկավարը շատ է խոսում մեքենա վարելու մասին եւ նաեւ միջին վարորդի, այսպես մասին խոսելով, որ այնքան էլ որքան որ միջին վարորդներ կան, նույնքան էլ ինքը միջին վարչապետ կարող է լինել մեր իրականության մեջ։ Բայց դուք այնպիսի մի իրավիճակում եք, որ պետք է առաջ ընթանաք։ Առաջ գնաք եւ առաջ նայեք, որովհետեւ երբ որ վարորդը առաջ չի նայում, ճանապարհատրանսպորտային պատահարներ են լինում։ Այս առումով ես պարոն Կոնջորյան, ուզում եմ ասել հետեւյալը, որ եթե թանկարժեք մեքենաներ, Մերսեդեսների միջև համեմատություններ եք անում, գիտեք, Մերսեդես վարողը կարող է նաև փակ աչքերով առաջ նայել, քանի որ մեր մոտ անընդհատ ընդհարումներ են լինում, ճանապարհատրանսպորտային պատահարներ եւ նաև շատ վատ աղետալի իրավիճակ, որ ստեղծվել է նաև Արցախի հարցով։ Հիմա ով է Ժիգուլի վարողը։ Դուք, թե մենք ենք այդ Ժիգուլի վարողները։ Դուք եք ոչ թե Ժիգուլի վարող եք, դուք պարզապես Զապարոժեց վարող եք, որովհետև Զապարոժեցը նաև այն հայտնի անեկդոտի նման, որ թանկարժեք մեքենային հետևից մի քանի անգամ խփելով ասում է, «Էլի ես եմ, կարող ես առաջ ընթանալ»։ Այս առումով ես բայց ավարտ եք արդեն։ Ավարտեմ նաև մեքենայի հետ կապված հարցով։ Նախ պարոն Գաբրելյան Սիսակ, կարծում եմ, որ ձեր, չգիտեմ, տեսակետը արտահայտելը տեղին չէ, նաև էթիկետի առումով, բայց մյուս կողմից հետևյալը ես ասում եմ, ես կարող եմ հրաժարվել մեքենայից, եթե, օրինակ, ձեր կառավարության ղեկավարը հրաժարվի իր մեքենաների կեսից, որպեսզի ժողովուրդը անցումներում կամ տարբեր երթևեկության ժամանակ, չգիտեմ, երկար ժամանակ չսպասեն, թե այդ մեքենաների կալոնան երբ է անցնում, որ իրենք էլ անցնեն։ Ես առաջարկում եմ այդ նույն բանը անել նաև ազգային ժողովի ղեկավարության հետ։ Այսինքն խոսում եք ինչը։ Պարոն Օհանյան, բայց արդեն ավարտեք, 5 րոպե ավել։ Ավարտում եմ։ Դե ավարտեցի ես։ Լավ։ Շնորհակալություն ընդմիջում։